Դուք դիտում եք Արմարուրի կիրակնօրյա թողարկումը, բարև ձեզ, առաջին հատվածում առաջարկում եմ դիտել։ Ինչու փառաքարում տեղի ունեցած միջադեպից մեկ օր անց դեռևս չկային ձերբակալվածներ եւ արդյոք սա իրավապահների թերացումն է։ Հարցին նախարար Գալյանն է պատասխանել։ Ձեր ասածից ստացվում է այնպես, որ մեր պետությունում սպանության դեպքի առթիվ կարող է բավարար ջանք չգործադրվել, որպեսզի հայտնաբերվեն։ Մեր երկրում ձեռնարկվող օպերատիվ գործողությունների վերաբերյալ հանրային իրազեկում կարող է չիրականացվել, հաշվի առնելով այդ գործողությունների գաղտնի բնույթը։ Փաշինյանը մասնակցել է համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին եւ հանդես եկել ելույթ։ Կրեմլում կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Նյու Յորքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մերիդիան միջազգային կենտրոնում անցկացված միջոցառմանը։ Այսօր փաստորեն Նյու Յորքում աշխարհին հետաքրքրող կարևորագույն հարցեր են կատարվում։ Վայոց ձորում հայտնաբերվել է 10 կիլոգրամից ավելի մարիխուանա։ Ինչու փառաքարում տեղի ունեցած միջադեպից մեկ օր անց դեռևս չկային ձերբակալվածներ եւ արդյոք սա իրավապահների թերացումն է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հարցին պատասխանել է Արդարադատության նախարարը։ Գործադիրի նիստը լուսաբանել է Հասմիկ Վահրադյանը։ Կենսաթոշակառուներն ու նպաստառուները կշարունակեն օգտվել անկանխիկ վճարումների դիմաց տրամադրվող հետվճարի ծրագրից։ Կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը ապահովելու համար պետական բյուջեով նախատեսված աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 3 միլիարդ 219 միլիոն դրամ 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու համար։ Հետվճար տրամադրելու համար 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ի սկզբանե 12 միլիարդ 432 միլիոն դրամ, հետո ճշտվել է 13 միլիարդ 152 միլիոն դրամ, սակայն տենդենսները հաշվի առնելով, այսօրվա որոշումն էլ ավելացնելով, տարեկան ընդհանուր կանխատեսումը մոտավորապես կլինի 16 միլիարդ 371 միլիոն դրամ։ Նախարարը զեկուցում է շահառուների թիվը կանխատեսվածից ավելի է։ Այժմ ավելի քան 350,000 թոշակառու եւ նպաստառու օգտվում է ծրագրից, ինչն էլ ապահովում է ամսական 2-3% աճ։ Այս պահի կարգավորումներով մենք հետվճարով վերադարձնում ենք գործարքների 12%-ի չափով, բայց ոչ ավելի քան 6000 դրամը, եւ հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս մինչեւ տվյալ ամսվա 25-ը, խնդրում եմ հաստատել։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը նշեց. 2026 թվականի բյուջեի նախագծով Հայաստանի համախառն ներքին արդյունքը կանխատեսվում է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ, տնտեսական աճը 5.4%։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ, հարկային վարչահարության բարելավման ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր հնարաբերակցության բարելավում սպասողականի համեմատ 0.4%-ային կետով, այստեղ նշեմ, որ սպասողականը այս տարվա համար 1%-ային կետով բարելավումն է 24 թվականի նկատմամբ։ Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, այսինքն հնայի 4.5%-ը 2025 թվականի 5.5%-ի դիմաց, ասաց նախարար Հովհաննիսյանը։ Միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2.8% մակարդակի։ Արդյունքում կառավարության պարտք հնայացուցանիշը 26 թվականի վերջում կանխատեսվում է 53.5%։ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ 26 թվականին կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական աջակցության, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ, որոնց արդյունքում ի թիվս այլ թիրախների կապահովի հետևյալ առանցքային թիրախների իրագործումը։ Կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը։
Կշարունակվի բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում բնակարանային ապահովման եւ այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը 55 միլիարդ դրամի չափով։ 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը կշարունակվի ազգային ժողովում։ Ազգային ժողովում քննարկումները հնարավորություն եւ մի ժամանակահատված են, երբ որ մենք որոշակի ճշգրտումներ կկատարենք, մինչեւ օրենքի նախագիծը քվեարկության դրվել է, բայց նաեւ սա կենթանի եւ շարունակական process է եւ մենք փորձենք այն հարցերը, որոնք դեռևս լուծում չեն ստացել, նաեւ դրանք հասցեագրել եւ կարգավորել տարեսկզբին։ Հաջորդ տարվա բյուջեն նաև ըստ էության պետք է ապահովի եւ սպասարկի կառավարության ծրագրի իրականացման ամփոփիչ փուլը եւ այդ իմաստով կարծում եմ, որ 26 թվականը շատ կարեւոր է սկսված որոշակի գործողություններ իրենց տրամաբանական ավարտին հասցնելու տեսանկյունից, ինչպես օրինակ դպրոցներում բնագիտական եւ տեղեկատվական լաբորատորիաների հիմնումը, որը կառավարության ծրագրով պլանավորված է, որ պետք է 2026-ին մեր բոլոր դպրոցները ունենան այդ հագեցվածությունը։ Բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար ֆրանսիական զարգացման գործակալությունը մեր կառավարությանը 150 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն անդրադառնում է Փարաքար համայնքի ղեկավարի սպանությանը։ Միջադեպից արդեն 1 օր է անցել, բայց չկան ձերբակալվածներ։ Արդյոք իրավապահ մարմինները թերացել են։ Լրագրողների հարցինի պատասխան նախարարը նշում է. Ձեր հարցադրման տողատակը որն է, որ բավարար ջանք այս դեպքում կարող է եւ չգործադրվել։ Դուք հասկացեք, մեկնաբանեք։ Ես այդպես հասկացա եւ ձեր ասածից ստացվում է այնպես, որ մեր պետությունում սպանության դեպքի առթիվ կարող է բավարար ջանք չգործադրվել, որպեսզի հայտնաբերվեն։ Մեր երկրում ձեռնարկվող օպերատիվ գործողությունների վերաբերյալ հանրային իրազեկում կարող է չիրականացվել, հաշվի առնելով այդ գործողությունների գաղտնի բնույթը։ Մենք չգիտենք դեռ հանցագործություն կատարած անձինք ովքեր են, մենք չգիտենք պատվիրատուները ովքեր են, եթե կան այդպիսիք։ Մենք չգիտենք հանցագործության մոտիվը որն է, արդյոք դա անձնական է, արդյոք կապված է անձի ծառայողական պարտականությունների կատարման հետ։ Այսինքն մենք չունենք որևէ ելակետ, որ ես հիմա ձեզ հետ այստեղ քննարկեմ, ասեմ, այս պատճառներով է դա տեղի ունեցել։ Մենք իդեալական երկրում չենք ապրում եւ ցավոք մեր երկրում տեղի են ունենում հանցավոր արարքներ, պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել, ասաց նախարարը։ Իհարկե, պետությունը բավարար ջանք պետք է գործադրի, որպեսզի կանխարգելի հանցագործությունները եւ նաեւ մենք մշակում ենք առանձին ռազմավարություն, որը ուղղված է հենց հանցավորության թվերի նվազմանը եւ հանցագործությունների կանխարգելմանը եւ այդ առումով խնդիրը միայն դրված չէ իրավապահ մարմինների կամ ոլորտում քաղաքականություն մշակող մարմնի առջեւ, այլ խնդիրը շատ ընդհանուր է եւ խնդրի լուծման պատասխանատուն նաեւ յուրաքանչյուր քաղաքացի է, ինչպես նաեւ շատ լայն սպեկտրի քաղաքացիներն են պատասխանատուները, սկսած մեր երեխաների կրթությունից, չգիտեմ, նախակրթական դպրոցից համապատասխան գիտելիքներ տալուց եւ այլն։ Իսկ Մերձավանում տեղի ունեցած սպանություններից հետո պաշտոնանկություններ կլինեն, թե ոչ, արդարադատության նախարարը հստակ պատասխաններ չունի։ Քանի դեռ եւ քանի որ դեպքի հետ կապված մենք որևէ մանրամասնի չենք տիրապետում, հետեւություններ անել չենք կարող եւ հետեւաբար չեմ կարող ասել պաշտոնանկություններ կլինեն, թե չեն։ Ես չեմ կարող անել հետեւություններ։ Վարչապետը հետեւություններ արել է, շատ լավ է արել։ Ես չեմ կարող հետեւություններ անել եւ այդ հարցի պատասխանատուն ես էլ չեմ, որ հետեւություններ անեմ։ Ինչ վերաբերում է հասարակ մարդկանց անվտանգ զգալու խնդրին, Գալյանը նշում է, հարցին պետք է նայել ոչ թե 1-2 դեպքով, որոնք իրականում զարհուրելի են, այլև պետք է ուշադրություն դարձնել մեր երկրում հանցավորության ընդհանուր վիճակագրությանը։ Ըստ նախարարի, այս առումով բավականին բարվոք դրության մեջ ենք գտնվում։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել էր Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին։ Փաշինյանը մասնակցել է համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին եւ հանդես եկել ելույթով։ Սա գիտատեխնիկական զարգացման կարևոր իրադարձություն է, միջուկային էներգիայի ոլորտի փայլուն մտքերի աշխատանքի արդյունք։ Հաճելի զուգադիպ
հետատիպություն է նաև այն, որ ֆորումն անցկացվում է էներգետիկայի ոլորտի ականավոր մասնագետ եւ հայկական ԱԷԿ-ի նախին գլխավոր ինժեներ Էդուարդ Սաակովի 80-ամյակի տարում, որն անջնջելի հետք է թողել հայկական ԱԵԿ-ի պատմության մեջ։ Ատոմային էներգիան կարևոր դեր է խաղում կայուն եւ մաքուր էներգամատակարարման ապահովման գործում։ Այն նպաստում է ածխածնի արտանետումների կրճատմանը եւ ցածր ածխածնային զարգացման նպատակներին։ Թվային տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության լայն տարածումը հանգեցնում է էլեկտրաէներգիայի սպառման զգալի աճի։ Սա իր հերթին մեծացնում է ատոմային էներգիայի որպես կայուն եւ էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրի կարեւորությունը։ Ապագայում ատոմային էներգիան կդառնա կայուն էներգետիկ հաշվեկշռի կարևոր տարր։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերն ատոմային անվտանգությունն ու պաշտպանվածությունն ապահովելու համար։ Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանում երկարաժամանակ գործում է ատոմային էլեկտրակայանը, ինչպես անձամբ ասացիք, ֆորումի ընթացքում այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30%-ը։ Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է։ Ռոսատոմն այժմ աշխատում է այդ ԱԵԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ։ Դրա համար ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական է։ Ընդհանուր առմամբ մեր հարաբերությունները զարգանում են լավ, գրեթե 11 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք։ Մեր վիճակագրական տվյալներով Հայաստանի հետ 2024 թվականին 11.7 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել, դա ռեկորդային ցուցանիշ է։ Հարաբերությունները զարգանում են նաև մյուս բոլոր ուղղություններով։ Մենք միշտ ունենք խոսելու թեմաներ, չնայած վերջերս ենք հանդիպել, ամեն դեպքում շատ ուրախ ենք ձեզ տեսնել Մոսկվայում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ։ Ի պատասխան վարչապետ Փաշինյանը նշել է. Այսօր մենք բազմաթիվ նորություններ իմացանք ատոմային տեխնոլոգիաների մասին։ Շնորհակալություն դրանցով կիսվելու համար։ Իհարկե, ատոմային էներգետիկայի դերը շարունակաբար աճում է եւ ատոմային էներգետիկան արդեն գլոբալ առումով համարվում է էկոլոգիական էներգիա։ Մեր երկրի համար նույնպես ատոմային էներգիան շատ կարեւոր է։ Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ եւ աշխատում ենք ՀԱԵԿ-ի գործունեության ժամկետը մինչեւ 2036 թվականը երկարաձգելու նպատակով։ Մենք այժմ աշխատում ենք եւ փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր, փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ եւ իհարկե այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք Ռուսաստանի հետ։ Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք Ռոսատոմ կորպորացիայի հետ։ Ընդհանուր առմամբ մեր հարաբերությունները ըստ նախատեսվածի զարգանում են։ Դուք ընդգծեցիք փոխադարձ առևտրաշրջանառությունը։ Ճիշտ է, այս տարի որոշակի անկում է նկատվում, դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի մեր փոխադարձ առևտուրը շարունակի աճել այն տեմպերով, որոնք արձանագրվել են 2023-24 թվականներին։ Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է եւ իսկապես ունենք քննարկելու բազմաթիվ հարցեր։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ աշխատանքային այցով գտնվում էր Նյու Յորքում։ Խաչատուրյանը մասնակցել է Մերիդիան միջազգային կենտրոնում անցկացված միջոցառմանը, որը նվիրված էր արհեստական բանականության եւ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ուղղություններին։ Միջոցառման շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով, ներկայացնելով Հայաստանի եւ մեր տարածաշրջանի առանձնահատկությունները։ Մեր համար առանձնահատուկ է Հայաստանի Հանրապետության համար այս տարվա մասնակցությունը, որովհետև մենք մասնակցում ենք արդեն խաղաղ երկիր ունենալու լիարժեք երաշխիքներով։ Ես չեմ ուզում ասել լիարժեք խաղաղ ապրող երկիր ենք, բայց այդ հնարավորությունը արդեն շատ տեսանելի է։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվել է մի կարևորագույն փաստաթուղթ Հայաստանի Հանրապետության համար եւ տարածաշրջանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը տեղի ունեցել եւ հավատացնում եմ ձեզ, որ շատերը թերահավատ են, որ հնարավոր է ընդհանրապես համաձայնագրի ստորագրել, բայց Միացյալ Նահանգների նախագահ Պարոն Թրամփը կարողացավ դա իրականություն դարձնել։ Վայոց ձորում հայտնաբերվել է 10 կիլոգրամից ավելի մարիխուանա։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության բացահայտումը տեսանյութում։ Սեպտեմբերի 18-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառայող Վայոց ձորի մարզի պարեկները 121-րդ կիլոմետրում կանգնեցրել են Mercedes Magnus-ի մի ավտոմեքենա, այն ենթարկելով արտաքին զննության։ Լապտերի լույսի տակ պարեկներն ավտոմեքենայի սրահում նկատել են պոլիէթիլենային պարկեր, որի պարունակության վերաբերյալ վարորդը տրամաբանական բացատրություն չի տվել ու դրսևորել է կասկածելի վարք։ Ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք եւ կնիքվել։ Քրեական ոստիկանության
ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ինչպես նաև Վայոց ձորի մարզի քրեական ու Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Համատեղ աշխատանքի արդյունքում տվյալներ ձեռք բերվեցին, որ պարկերում թմրամիջոց է։ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները զննեցին պահպանվող հատուկ տարածք տեղափոխված Մերսեդեսը, հայտնաբերելով մարիխուանայով 10 փաթեթ, ընդհանուր ավելի քան 10.5 կիլոգրամ քաշով։ Նշանակվել է փորձաքննություն, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Թողարկման երկրորդ հատվածում առաջարկում եմ դիտել։ Խաղողի բերքահավաքից մինչև մթերման կազմակերպում, ինչ է մտածում խաղողագործը եւ ինչպես է իրականացնում մթերումը։ Այս բանվոդինի մայկիները քաղելու համար հարգավոր է այս մի այգին լրիվ հանձնեմ տամ իրանց է, որ են մնացած խաղողները սկալանամ տեղավորեմ քաղաք։ 4 միլիոն փող պետք է տամ այս մարդկանց։ Ցեղասպանությունից փրկված տատի հիշողությունները Նեկտար Սիմոնին ամփոփել է Իմադեն գրքում։ Երբ պատմում ասում էր, որ ես խնդրում եմ քեզ իմ այս պատմությունները, իմ ցավը, իմ կսկիծը, այս ամեն ինչը թղթին հանձնի, որ ինձանից հետո կարդան եւ ուժեղանան թույլ մարդիկ։ Հետարքիր է պատմում, չի հոգնել։ Նախ կարողանում է կարևորագույնը առանձնացնել եւ դու տեսնում ես, որ այս կերպարը օրինօգի չի։ Երևանի կենտրոնում բացվել է Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Ես հիշում եմ ինչպես էր ինքը հենց այս տանը հաճախ մեկ էլ սենց շատ ոգևորված նստում թուղթու գրիչ մատիտ վերցնում ես սկսում էր պար գծել։ Բացի պարարվեստը նաև նա մեծ մանկավարժ էր։ Մաչանենց արվեստի միջազգային շրջագայության շրջանակներում Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացել է Մաչանեն սիմպոզիումի գեղանկարների ցուցահանդեսը։ Ոչ միայն հայ նկարիչները այստեղ ցուցադրված, այլ ազգի նկարիչներ, եւ որ շատ ուսիչ է այստեղ ցուցադրվում են 3 արցախցի նկարիչներ։ Ես կարծում եմ արժի որ այս աշխատանքները հոգու աչքերով նայեն։ Մենք եկել ենք այս մի տեղ Հայաստանը դերելու համար։ Մեկնարկել եւ շարունակվում է խաղողի բերքահավաքը։ Գյուղացիները նշում են, բերքը մշակելը մի խնդիր է, իրացնելն ու մթերելը այլ։ Թե ինչպիսի խնդիրների կարող է բախվել գյուղատնտեսը, տեղում պարզել է Շողեր Ղլիջյանը։ Մարդ պետք է խաղող խաղը սիրով անի։ Եթե սիրով ես աշխատում, երբեք չես հոգնի։ Արմավիրի մարզում մեկնարկել է խաղողի բերքահավաքը։ Աշնանային այս ամիսները գյուղերում առանձնահատուկ են։ Խաղողագործները հաճախ դժգոհում են խաղողի մշակման ծախսատարությունից։ Չնայած դրան, սիրով մշակում են, հուսալով, որ ամբողջ տարվա իրենց տանջանքն այս օրերին եկամուտ կբերի։ Այս բանվոդինի մայկիները քաղելու համար հարգավոր է այս մի այգին լրիվ հանձնեմ տամ իրանց է, որ են մնացած խաղողները սկալանամ տեղավորեմ քաղեմ։ 4 միլիոն փող պետք է տամ այս մարդկանց։ Էսի հիմա իմ ձեռը չի բռնում, ես այս այգին քանդեմ։ Այս այգին 45 տարեկան այգի է, բայց իմ ձեռը չի բռնում քանդեմ։ Եթե քանդեմ, ես նորից 3 տարի հետ եմ էտալու։ Նորից ինչ-որ մի բան դի տնկեմ, կամ թեգուց խաղողի այգի, կամ թեգուց սալորի այգի։ Գյուղացիները խաղողը հավաքում են վաղ առավոտից։ Բերքը նրանց ձեռքում երկար չի մնում։ Մի քանի ժամ անց այն ճանապարհ կընկնի դեպի մթերող ընկերություններ։ Թե որակապես ինչպիսի խաղող են նախընտրում մթերել եւ թե ինչն է կարեւոր, գինեգործը լավ գիտի։ Խաղողագործների հետ, ովքեր ունեն պայմանագիր, համագործակցում ենք դեռևս կանաչ էդից։ Ուզում եմ ասել, որ ոչ մի խոչընդոտի մենք չենք հանդիպում, քանի որ քայլում ենք խաղողագործի հետ մշակման բոլոր փուլերում եւ մենք սպասվելիք բերքը եւ որակը ամեն ինչի մասին իրազեկված ենք։ Բուժման նպատակով խորհուրդներ ենք տվել, ջրելու նպատակով խորհուրդներ ենք տվել, քայլ առ քայլ մեր մասնագիտական թիմը քայլում է խաղողագործների հետ, որպեսզի ոչ մի խնդիր չունենանք։ Գոհ լինի եւ գործատուն եւ խաղողագործը։ Խաղողը, որի մշակման գործում գյուղացիներն ամբողջ տարի ջանք չեն խնայել, այստեղ դառնում է արդյունաբերության մաս։ Բացի այդ, որ 80-85 հազար տոննայից որոշակի քանակությունը մոտ 2000 տոննայի, 2-3 հազար տոննայի չափով
գյուղացիական տեսությունների կողմից օգտագործում է սեփական կարիքների համար, բացի այդ նշեմ, որ նաև մարզում շուրջ 15 օրից ավելի սկսվել է նաև տեխնիկական սորտի խաղողի արտահանումը, այսինքն դուրս է գալիս, որ այդ մթերման ենթակա ծավալները մենք ամբողջությամբ կարող ենք բավարարել իր շնորհիվ մեր մթերող կազմակերպությունների կողմից։ Խաղողի բերքահավաքի ու մթերման գործընթացը միայն գյուղացու ու մթերող ընկերությունների գործը չէ, այն նաև ունի ճիշտ համակարգելու կարիք։ Այս մասին նշում է Արթուր Այվազյանը։ Բնականաբար աշխատանքները դեռ չսկսված մթերման մեր կողմից լինում են լուրջ միջամտություններ, մասնավորապես հանդիպումներ եւ խոսակցություններ լինում մթերող կազմակերպությունների հետ, գնահատելով իրենց ծավալները, թե ինչքան քանակություններ են նախատեսում մթերել, ունենալով մեր նաեւ արկա տվյալները, թե ինչքան են կանխատեսում, բնականաբար դրանից հետո իրականացնում ենք վերլուծություններ։ Ամեն մի ողկույզի մեջ մի ամբողջ տարվա քրտինք ու սպասում կա։ Գյուղացին իր բերքը հավաքում է, որ հասցնի վաճառքի, հուսալով, որ այս բերքն իր ընտանիքին եկամուտ ու կայունություն կտա։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։ Երևանի կենտրոնում բացվել է Հայաստանի ժողովրդական արտիստ պարուսույց Սուրեն Գյանջումյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Հուշատախտակը վկայությունն է այն մասին, որ վաստակաշատ արվեստագետի հիշատակը և գործը հավերժ է։ Բացման արարողությանը ներկա է եղել իմ գործընկեր Հասմիկ Ֆահրատյանը։ Երևանի կենտրոնում բացվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ պարուսույց Սուրեն Գյանջումյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Միջոցառմանը ներկա են Սուրեն Գյանջումյանի ընտանիքի անդամները, մշակույթի գործիչներ, պարարվեստի ներկայացուցիչներ ու քաղաքացիներ։ Ստեղծագործական միտք ուներ անդադար նոր պարերի բեմադրությամբ էր զբաղված, պապի մասին այսպես է խոսում Էդգար Գյանջումյանը։ Ես հիշում եմ ինչպես էր ինքը հենց այս տանը հաճախ մեկ էլ սենց շատ ոգևորված նստում թուղթու գրիչ մատիտ վերցնում ես սկսում էր պար գծել շարժումները եւ այլն հետո երբ որ ես սկսեցի արդեն ստեղծագործել ինքը շատ ոգևորված էր իմ ստեղծագործություններով ես նվագում էի ինքը պար էր բեմադրում ու դա բավականին հաճախ էր լինում շատ բան կա իրենից հիշելու միշտ հիշում եմ թե ինքը ինչքան էր սիրում վայելել կյանքը Սուրեն Գյանջումյանը երկար տարիներ աշխատել է որպես պարուսույց, կրթել է մեծ թվով սաների ու փոխանցել ազգային պարի հարուստ ավանդույթները։ Նրա արվեստը հիշատակվում է որպես նվիրվածության ու վարպետության օրինակ, ասում է որդին Գագիկ Գյանջումյանն ու ավելացնում։ Հուշատախտակի բացումը հնարավորություն կտա հայ հասարակությանը ճանաչել ու գնահատել իր մեծերին։ 57 թվականից այստեղ ապրել, ստեղծագործել, իրոք ստեղծագործել եւ որոշեցինք մեր ընտանիքով, որ այդ լավ գործը կազմակերպենք եւ կազմակերպեցինք եւ իրականացրեցինք եւ այսօր այդ լավ առիթ է, որ շատ-շատերը հիշում են, նորից վերհիշում են իրենց երիտասարդությունը, իրենց անցած կյանքը եւ կարծում եմ պետք է բոլոր մեր լավ մեծերին իրոք հիշել եւ հիշատակը վարպահել։ Շատ էր սիրում իմ հավատայ վաղոթիր երգը եւ շատ էր այդ երգը հաճախ էր լսում եւ անգամ մի մեծ բեմադրություն էր մտածել դրա հետ կապված, այսինքն ես կարծում եմ, ես հավատում եմ, որ դեռ հավերժության մեջ են մենք միասին կստեղծագործենք։ Սուրեն Գյանջումյանը 1965 թվականին ստեղծել եւ ղեկավարել է համաշխարհային ու միջազգային փառատոնների բազմակի դափնեկիր կանազ ժողովրդական պարի համույթը։ Կանազում է պարարվեստի վարպետին առաջին անգամ հանդիպել պարարվեստի գործիչ Հրաչյա Բադալյանը։ Ասում է մեծագույն արվեստագետի հետ շփումն ու նրանից ստացած խորհուրդները մինչ օրս ուղեկցում են իրեն։ Առաջին դասարան էի, որ գնացի առաջին անգամ Կանազի մշակույթի պալատ ու հանդիպեցի այդ հիասքանչ աշխարհի հետ առաջին քայլերս, ինչ ասեմ, նման երևույթները մեր քաղաքում ես համարում եմ, որ շատ կարևոր են։ Բացի պարարվեստը նաև նա մեծ մանկավարժ էր, որը կարծում եմ բոլոր նրա սաները իրենց հետագա կյանքում
բազում անգամներ պետք է եկել այդ դաստիարակությունը, այն ինչ որ ինքը մեզ տվել է, որպես ղեկավար, որպես մանկավար, որպես բարոշիչ։ Ասեմ, որ Սուրեն Գյանջումյանը իր ուրույն տեղ ունի մեր հայ պարարվեստում, որտեղ նրա բեմադրությունները տարբերվում են, յուրահատուկ ձեռագիր ուներ։ Գյանջումյանն այն օրինակն էր, ում շնորհիվ սերունդները սիրեցին ու գնահատեցին պարը որպես ազգային ինքնության անբաժան մաս։ Սուրեն Գյանջումյանի անունը եւ արվեստը մեր քաղաքի պատմության մի մասնիկն են, իսկ այս հուշատախտակը վկայությունն է այն մասին, որ վաստակաշատ արվեստագետի հիշատակը եւ գործը հավերժ է։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։ Պրահայում կայացել է Մաչյանեն սիմպոզիումի գեղանկարների ցուցահանդեսը։ Պրահա է տեղափոխվել 13 նկարչի 24 աշխատանք։ Միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Մանրամասները տեսանյութում։ Եկեղեցիները, որ տեսնում ենք, առաջինը շուշեցի նկարիչ Սամվել Թավադյանն է։ Մենք փորձում ենք երկես անել, որ Արցախում ով արվեստով է զբաղվել, հնարավորություն ունենա Հայաստանում էլ արվեստով զբաղվել։ Մաչյանենց արվեստի միջազգային շրջագայությունն այս անգամ կանգ է առել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Կայացել է Մաչյանենց սիմպոզիումի գեղանկարների ցուցահանդեսը։ Գրիգոր Մաչյանենց Բաբախանյանն ընդգծում է, Մաչյանենց արվեստի միջազգային սիմպոզիումի հավաքածուն կազմված է 1500 նկարից, Պրահա է տեղափոխվել 13 նկարչի 24 աշխատանք։ Ոչ միայն հայ նկարիչներ են այստեղ ցուցադրված, կան այդ ազգի նկարիչներ, եւ որ շատ հուզիչ է, այստեղ ցուցադրվում են 3 արցախցի նկարիչներ։ Ես կարծում եմ, արժի որ այս աշխատանքները հոգու աչքերով նայեք։ Մենք եկել ենք ձեզ մի կտոր Հայաստան բերելու համար։ Այս օրինակ միջոցառումները կամուրջ են հանդիսանում Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ հանրության միջև, ասաց Բաբախանյանը։ Պրահայում ես առաջի անգամ չեմ, վերջի անգամ եղել եմ 13 տարի առաջ, եւ այն ժամանակ հայր Բարսեղը երազ ուներ, որ հայերը եկեղեցի ունենան եւ հավաքվելու տեղ ունենան։ Եվ այսօր արդեն իր երազը իրականացած է, ես գիտեմ, թե ինչքան ջանք է պահանջվել իրենից, որպեսզի հայերը սուրբ հոգի եկեղեցի ունենան եւ իրենց հոգիները ախտահանելու հնարավորություն ունենան։ Ցուցահանդեսը տեղի է ունեցել Չեխիայի հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո օրհնությամբ հոգեշնոր Բարսեղ Վարդապետ Փիլավչյանի։ Նմանատիպ միջոցառումները շատ են կարևորվում Հայաստան-Սփյուռք կապի համար։ Շատերին թվում է, այստեղ մշակույթ չկա կամ հակառակը Հայաստանում չկա, բայց այս միջոցառումները գալիս են ապացուցելու եւ փաստելու, որ որտեղ որ հայ մարդը ապրում է, կա միշտ ստեղծագործում է, իսկ ստեղծագործական միտքը չի մահանում, միշտ նորություններ, միշտ նոր ուժ, նոր եռանդ եւ Հայաստանից ավելի շատ սփյուռքահայերի համար եւ նույնիսկ սփյուռքահայերից դեպի Հայաստան այս կամուրջը միշտ աշխատում է, շատ հետաքրքիր մի կամուրջ է, հայ կամուրջն է սա։ Միջոցառմանը ներկա են եղել Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանը եւ Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ոգևորված ենք, որ Հայաստանում կան այդպիսի տաղանդավոր մարդիկ, որոնց ավելի ու ավելի ծանոթանալով ավելի լավ է սկսվում եւ ավելի հպարտ։ Մեկ տարվա ընթացքում մեր կրթահամալիրում սովորում է 700 աշակերտ։ Միայն 120 երեխա աուտիզմով, մանկական պարարիչով, ուղեղային կաթվածով անվճար բուժվում են մեր կազմակերպությունում։ Տարածքում գործում են միջազգային պատկերասրահներ, թանգարաններ, Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել վայելել նաև երգչուհի Արփինե Բաբախանյանի յուրօրինակ կատարումները, հնչել են ազգագրական, ժողովրդական երգեր։
Նմանատիպ մշակութային իրադարձությունները կարևոր առաքելություն են հայ միասնության խաչ կազմակերպության գործունեության մեջ, քանի որ մենք փորձում ենք իրականացնել միջոցառումներ, որի շնորհիվ հայ հասարակությունը, մեր հայրենակիցները, որ գտնվում են Սփյուռքում, կլինեն ավելի մոտ իրենց մշակույթին։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Չեխիայում հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ հոգեշնոր Հայր Բարսեղ Փիլավչյանին, ով հրավիրեց մեզ այս նախաձեռնությունը իրականացնելու համար եւ աջակցեց այստեղ բոլոր հարցերում։ Հայաստանից Չեխիա ժամանած Մաչանեց արվեստի միջազգային շրջագայության պատվիրակությունը ներկա է գտնվել նաև Պրահայի Սուրբ Մեսրոպ Մաշտոց շաբաթօրյա դպրոցի բացմանը։ Այսօր մենք բացում ենք Սուրբ Մեսրոպ Մաշտոց շաբաթօրյա դպրոցը։ Ինչու Սուրբ Մեսրոպ Մաշտոց, որովհետև բոլորդ գիտեք, որ մեր դպրության հիմնադիրը Մեսրոպ Մաշտոցն է եղել։ Հայոց մեծագույն կաթողիկոսն ու Սուրբը։ Եվ ահա ես ուզում եմ, որ այն, որ 1600 տարիներ իրենք մեր հայկականությունը ապահովեցին, մենք էլ որպես ժառանգները, սերունդները մեր մեծերի շարունակենք նրանց գործը։ Հավատացեք, ինձ համար ոչ թե որպես հոգևորական, առավել ևս որպես հոգևորական, բայց որպես հայ մարդ, գիտակցելով հայ լեզվի իմաստը, հայ լեզվի կարևորությունը, մենք պիտի շարունակենք մեր զավակներին հայ մեծացնել։ Մի բան կարող եմ ասել, ժողովուրդ, ծաղիկը խնամք է ուզում, չխնամես կթոշնի։ Ազգը, ազգությունը, տեսակը, ծաղիկ է, խնամք է ուզում։ Միասին խնամենք, որպեսզի երբեք հայ ծաղիկը չթոշնի։ Դպրոցի բացման պաշտոնական արարողությունից հետո Արփինե Բաբախանյանը մանուկներին նվիրել է իր հայկական մանկական կատարումները։ Փոքրիկներին հնարավորություն է տրվել դիտել Արևային ընտանիք հայկական անիմացիոն մուլտֆիլմերը։ Այսօր շատ կարևոր մի իրադարձության մասնակիցն ենք։ Այսօր Պրահայում բացվում է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շաբաթօրյա դպրոցը։ Սա շատ կարևոր եւ հայրենանվեր գործ է մեր երեխաների համար։ Նրանք, ովքեր չունեն գրաճանաչություն, այստեղ կկարողանան սովորել հայերեն եւ մոտ լինել հայկական մշակույթին։ Մեր սերը ձեզ շարքը շարունակվում է հայ մշակույթն ու արվեստը պահպանելու եւ տարածելու միտումով։ Չեխիայից մենք հասկացանք մի բան, Չեխիայի համայնքից, ինչպես որ մեր միջազգային այս շրջագայության, արվեստի շրջագայության այլ համայնքներից սրանից առաջ Միլանում էր, Հռոմում էր, Ուֆայում էր, Աթենքում էր, հասկացանք, որ համայնքները խիստ օժանդակության կարիք ունեն։ Սփյուռքը օժանդակության կարիք ունի։ Սփյուռքին պետք է արթուն պահել, որպեսզի հանկարծ հայապահպանման հարցում չծուլանա, ինչպես որ լսեցի այս խոսքը Հայր Բարսեղից եւ տպավորեց ինձ։ Մենք որևէ հայապահպանության հարցում չպետք է ծուլանա։ Հասմիկ Ֆարադյան, Արմալուր։ Լույս է տեսել Նեկտար Սիմոնիի «Իմ Ադեն» պատմվածքաշարը։ Գրքում ցեղասպանությունից փրկված տատի հիշողություններն են, որոնք անձնական ապրումների ու մարդկային հարաբերությունների մասին են։ Այլ մանրամասներ ռեպորտաժում։ Սիմոնիս պզդիկ աղջիկ, դու հիշե, որ Ադեի մնացած կյանքը կշարունակվի քու մեջ։ Այս խոսքերը գրող Նեկտար Սիմոնիի մտքում շաղախվել է 40 տարի եւ ի վերջո դարձել պատմություն։ Ցեղասպանությունից փրկված տատի հիշողությունները նրա հայ տեսակն ու մարդկային ուժեղ որակները ներկայացնելու համար Նեկտար Սիմոնին գրել է «Իմ Ադեն» պատմվածաշարը։ Գրքի առաջին մասը հրատարակվել է 2024-ին։ Երբ պատմում ասում էր, որ ես խնդրում եմ քեզ իմ այս պատմությունները, իմ ցավը, իմ կսկիծը, այս ամեն ինչը թղթին հանձնիր, որ ինձանից հետո կարդան եւ ուժեղանան թույլ մարդիկ, որովհետեւ ինքը այնքան ուժեղ կին էր, այդքան ցավերի կսկիծների մեջ նա մնացել էր կանգուն։
Ես ուզում եմ ասել, երբ գիրկը սկսեցի գրել, ինձ թվաց, թե հազիվ ես կարողանամ առաջինը վերջացնել, մի գիրկը վերջացնել, դա իմ մանկության տարիներն էր կապված իմ ադեի հետ, երբ ապրում ենք Բագրավան գյուղում։ Ինձ թվաց ավարտվեց գիրկը, բայց երբ վերադարձա Սանկտ Պետերբուրգ, որտեղ որ ապրում եմ, ես զգացի, որ չի ավարտվել։ Իմ ադեն դեռ այցելում է ինձ, նստում է իմ կողքին, ասում է չի ավարտվել, եւ ես սկսեցի գրել երկրորդ գիրկը։ Սա միայն իմ տատի կյանքի պատմությունը չէ, այլև ցեղասպանություն տեսած ու պայքարի ուղին բռնած հայ մայրերի, ադեների պատմությունն է, գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց հեղինակը։ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց Նեկտար Սիմոնիին, ընդգծեց, գիրքը կարդալիս զգացել է հեղինակի ու տատի ազնվությունն ու անմիջականությունը։ Սովորաբար մեր գրողները այսպես սփյուռքի գրողները հիմնական ավակներին անդրադառնում են, հատկապես իրանց պապերին, տատերին, ցեղասպանության թեմայով։ Հենվում էին իրենց պապերի, տատերի կամ հայրերի հիշողության վրա։ Ցեղասպանությունը ինքը մեր ժողովրդի հոգու շարունակության, մեր հոգու ալիքաձև շարժման մեջ ունի հսկա դեր։ Իմ ադեն գրքում ամփոփված են անձնական ապրումներ, կյանքի դիտարկումներ ու մարդկային հարաբերությունների նուրբ շերտեր։ Նեկտար Սիմոնիի գիրքն ամբողջությամբ շարադրվել է Կարնո բարբառով։ Հեղինակն այսպես փորձել է տեղ հասցնել տատի խոհերն ու իմաստուն մտքերը։ Իր երկատե մաչակալին պարկած, երբ մտնում էինք ներս, հատկապես վերջին տարիներին զգուշորեն ասում էր, չէ, ես կսիրեմ քելկը։ Քելացեք, ասում էր, ես կուզեմ, որ ամեն մեկի քելքին ես ճանճնամ հոր մտավներս։ Վերլուծելով ադեի կերպարը բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը նկատում է. գրքի հերոսը հայ կնոջ հավաքական կերպարն է, կորստի ցավն ադեն անմնացորդ պայքարի շնորհիվ է հաղթահարել։ Հետարքիր է պատմում, չի հոգնեցնում։ Նախ կարողանում է կարևորագույնը առանձնացնել եւ դու տեսնում ես, որ այս կերպարը հորինովի չի։ Այնքան իրական է, այնքան Ֆելիքս Մելոյանը կասեր գրքի էջերից շնչում է դեմքին։ Դա Ֆելիքսի արտահայտությունն է եւ դիպուկ է այս դեպքում ադեի համար էլ ասել է։ Եվ իսկապես էլ շնչավորել է։ Եվ այդ շնչավորումը գալիս է ոչ միայն իր տաղանդից, նաեւ այն մեծ սիրուց, որը կրում է իր այս տաղանդավոր հմայիչ տոհմին։ Շնորհակալություն, կկարդաք եւ կտեսնեք, որ իսկապես լավ գրքի հետ եք հաղորդվել։ Հեղինակը հիշում է, տատը շատ էր պատմում հայրենի գյուղը լքելու գաղթի ճանապարհի մասին։ Ասեց, դու գիտես, թե ես բան կզգայ, մինակ ասավ, այն պղիձս կրծա վերցնեի, այն իմ պաներիս կճուճը կրծա վերցնեի, ջրակս, բայց մինչև հմի կմտածեմ, բան չի պատրուգները թողին դեղ, պատրուգներս մորցա, էդ իմ ջերմակ սիրում պատած պատրուգներս, երբ մտածում եք ինչ էր պատրույգը, չէ, հազարավոր պատրույգներ նա վառեց, բայց իր համար նա էր, եւ այն, որ ես վերջի անգամ հետ նայեցի, եսա որ ետ նայեցի, էդ իմ տանս փարդեն, իրա վրա որ ասեղնագործած էր մորս դաշտի ծաղիկները, մերս էր ասեղնագործել, ընձ ինքնսավ մնաս բարով, ես հասկացա, որ ես ետ չեմ դառնա իմ հայրենիքս։ Բալաջան, սաղ ապրածս կյանքը կռիվ տվի մտքիս ու սրտիս հետ։ Եղավ այնպես, որ օրը կայնա ու մնացի իրենց մեջտեղը։ Ըդման էլ չհասկացա, ով ում հաղթեց։ Հեղինակը իր գրքի վերջնամասում առանձնացրել է մեծ տատի ասույթները։ Բանաստեղծների, գրականագետների խոսքով Իմ ադեն գիրքն առանձնանում է անկեղծությամբ ու լեզվական ճկունությամբ եւ այն ժամանակակից գրականության մեջ կգտնի իր հաստատուն տեղը։ Հասմիկ Վահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։ Թողարկման վերջում մի քանի լուր մարզաշխարհից։ Ուսման Դեմբելեն արժանացել է ոսկե գնդակին Փարիզում ընթացող մրցանակաբաշխությունում։ Ամերիկյան Ինտեր Մայամիի 37-ամյա իսպանացի հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հայտարարել է, որ MLS-ի ընթացիկ մրցաշրջանից հետո կավարտի կարիերան։ Սպորտային խճանկարը Լիանա Ինջիոլյանն է ներկայացնում։ Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն արժանացավ ոսկե գնդակին Փարիզում ընթացող մրցանակաբաշխությունում։ Անցած տարի մրցանակին արժանացել էր անգլիական Մանչեսթեր Սիթիի եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։ Կանանց ոսկե գնդակին երրորդ անգամ անընդմեջ արժանացավ Բարսելոնայի եւ Իսպանիայի հավաքականի խաղացող Այտանա Բոնմատին։
Ամերիկյան Ինտեր Մայամի եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին վերադարձրեց առաջին տեղը MLS-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուների մրցավազքում Նյու Յորք Սիթիի դեմ խաղում դուբլի հեղինակ դառնալու շնորհիվ։ Մեսին MLS-ի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 23 հանդիպման, խփել է 24 գոլ։ Ամերիկյան Ինտեր Մայամիի 37-ամյա իսպանացի հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հայտարարել է, որ MLS-ի ընթացիկ մրցաշրջանից հետո կավարտի կարիերան։ Նրա պայմանագիրն Ինտեր Մայամիի հետ նախատեսված է մինչև դեկտեմբեր։ Բուսկետսը 2008-ից 2023 թվականներին հանդես է եկել Բարսելոնայում, 2009-ից 2022-ին նաև Իսպանիայի հավաքականում, որի հետ դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։ Բարսելոնայի կազմում Բուսկետսը դարձել է Իսպանիայի 9-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն։ Շաբաթվա լրահոսն այսպիսին էր Արմալուրի դիտանկյունից։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։